Ռուսական զինուժը գիշերը անօդաչուներով հարվածել է Խարկովին։ 4 մարդ է վիրավորվել։ Ռուսական հարձակումներից հրդեհներ են բռնկվել Նովոսիբիրսկի շրջանում, Օդեսայի մարզում։ Ուկրաինայի դատախազության տվյալներով պատերազմի 3 տարում կիրակի ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել Լվովի վրա։ Լապաևկա գյուղում զոհվել է ընտանիքի 4 անդամ։ 15-ամյա մի աղջիկ, նրա մայրը, տատն ու պապը։ Միայն հայրն է ողջ մնացել։ Ուկրաինական կողմի տվյալներով դաշնության հարվածներից մեկ մարդ էլ Զապորոժիեում է զոհվել։ Նահանգապետ Իվան Ֆյոդորովի խոսքով մեկ օրում 702 հարձակում է տեղի ունեցել Զապորոժիեի 18 բնակավայրերի վրա։ Գիշերը մեծամասամբ հարձակման են ենթարկվել Ուկրաինայի խոշոր բնակավայրերը։ Զելենսկին հայտնել է, որ ավելի քան 50 հրթիռներով եւ մոտ 500 գրոհային անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Իվանո-Ֆրանկովսկին, Չեռնիգովը, Սումին, Խարկովը, Խերսոնը, Օդեսան ու Կիրովոգրադը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական օբյեկտներին, գազի եւ էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով 73,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Զելենսկին նորից Ուկրաինայի օդի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությունից է խոսել։ Մեզ ավելի շատ օդային պաշտպանություն ու համաձայնագրեր են անհրաժեշտ, որպեսզի հանդարտվի այս օդային ահաբեկչությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությամբ հոբն այս գիշեր ուկրաինական 251 անօդաչու է խոցել։ Ուկրաինայի հարձակումների հետևանքով Բելգորոդում 3 մարդ է վիրավորվել։ Ավիահարվածներից վնասվել են էլեկտրակայաններ։ Բելգորոդի մարզում 40,000 մարդ մնացել է առանց լույսի։ Բայց Ուկրաինան սպասում է ամերիկյան տոմահավք հրթիռներին Ռուսաստանի խորքերին հարվածելու համար։ Ռուսաստանի նախագահը մեկ շաբաթում երկրորդ անգամ է զգուշացրել Վաշինգտոնին, հրաժարվել Կիևին հեռահար հրթիռներ մատակարարելու մտքից։ Դուք հիշատակեցիք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մասին կապված նոր զենքի համակարգերի մատակարարման քննարկումների հետ։ Սա կհանգեցնի մեր հարաբերությունների կործանմանը։ Սպիտակ տունը դեռ որոշում չունի։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ սպասում են Թրամփի վերջին խոսքին։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։